Պերմյակովը չի ցանկացել շարունակել ծառայությունը, որոշել է վերադառնալ Չիտա, կարծելով, որ այնտեղ իրեն չեն գտնի։ Զորամասից փախել է զենքով, որ գումար ու հագուստ գտնի, վախեցնելով գյումրեցիներին սաղավարտն ու զրահաբաճկոնը թողել է զորամասում։ Դրանք ծանր էին, բացի այդ չի ցանկացել ավելորդ ուշադրություն գրավել։ Զենքը սկզբում ուսին է գցել, այնուհետ թաքցրել է համազգեստի տակ։ Այսպես է ռուս քննիչի կողմից իրեն տրված հարցերին պատասխանել Վալերի Պերմյակովը։ Տուն վերադառնալու մտադրության կամ ընտանիքի անդամներին կարոտելու մասին երբեք ոչ ոքի չի ասել։ Վերջին անգամ հոգեբանը 2015 թվականի հունվարի 11-ին է պահակադիրի ժամանակ մոտեցել իրեն ու ծառայակիցներին հետաքրքրվել վերջիններից առողջությամբ։ Որևէ մեկն այդ թվում Պերմյակովը գանգատ չեն ունեցել։ Քննիչի հարցին արդյոք Պերմյակովը գիտեր, թե աշխարհագրորեն Հայաստանը Ռուսաստանի նկատմամբ ինչ դիրքում է գտնվում, Պերմյակովը դրական պատասխան է տվել։ Սակայն Գյումրիում իր տեղաշարժի սխեման կազմել չի կարողացել, նշելով, որ քաղաքի փողոցների անունները չգիտի։ Ավետիսյանների տուն է հասել 2 ժամում։ Պերմյակովը հստակ կազմել է Ավետիսյանների տան տեղակայման վայրի սխեման։ Մինչ այդ տանը հասնելը մի քանի այլ տներ է փորձել մտնել, սակայն դարպասները փակ են եղել։ Պերմյակովի խոսքով ինքը կարծել է, որ տանը մարդ չկա, ի սկզբանե սպանելու ցանկություն չի ունեցել։ Անսպասելի է եղել իրադարձությունների այդ զարգացումը։ Ես մեկ հերթով գնդակառեցի նրանց ելնելով նրանից, որ նրանք գտնվում են կողքովքինում աճակալի վրա ուզում պարզաբանել, որ նույնիսկ տղամարդու և կնոջ վրա ես կրակում եմ կրծքավարնակի շրջանում, թե ինչ հերթականությամբ է ես կատարում կրակոցները արդեն չէի հիշում, բայց կարծես տղամարդն առաջին էր նրանցից, վրա ես կրակեցի կրակոցներից, նրանք ընկան մահճակալի վրա։ Պերմյակովի խոսքով ինքը փոքրիկ Սերյոժային սվինտարնակի 3-ից ոչ պակաս հարված է հասցրել։ Քննիչի հարցին, թե ինչու է երեխային դանակով հարվածել, իսկ մյուսներին հրազենային վնասվածք հասցրել, Պերմյակովը պատասխանել է. ինքնաձիգից ձգանն է արգելափակվել, ինքը սեղմած է պահել ձգանը, սակայն կրակոցներ չեն արձակվել։ Քննիչի հարցը զղջում եք դուք արդյոք դեր կողմից հանցագործությունների կատարման համար պատասխան ես զղջում եմ, որ կատարվել եմ տանը բնակվող տանքի անդամների սպանությունը երեխային հարվածել եմ հասել սվի դանակով։ Ես զղջում եմ կողմից կատարվածի համար։ Ունեք արդյոք հայտարարություններ, միջնորդություններ, պատասխան հայտարարություններ, միջնորդություններ, լրացումներ չունեն։ Ձեր կողմից ցուցմունքները արդյոք տրվել են ինքնական, ձեր նկատմամբ արդյոք որևէ ճնշում գործադրվել է, որով մեկը ձեզ արդյոք հարկադրել է ձեր կողմից ցուցմունքներ տալու, պատասխան ցուցմունքները ինձ կողմից տրվել են ինքնական առանց որևէ հարկադրանքի կամ ճնշման։ Ունեք դուք արդյոք որևէ բողոք տվել քրեական գործողության դեմ, պատասխան չունեմ։ Պերմյակովի տված ցուցմունքներում հակասությունները բազմաթիվ են։ Լեբեդևը հարցաքննության ժամանակ նշել է, որ Պերմյակովը կամեցել է շարունակել ծառայությունն ու մնալ Հայաստանում։ Քննիչը սրա վերաբերյալ հարց է ուղղել Պերմյակովին։ Վերջինս չի հերքել ասելով, որ այստեղ պայմանագրային զինծառայողները բարձր են վարձատրվում եւ ինքը իսկապես ուզել է շարունակել զինվորական ուղին։ Որոշ դեպքերում Պերմյակովը փոխել է ցուցմունքներն ու նշել, որ ստել է։ Ուշագրավ է տաքսու վարորդի գործոնը։ Հարցաքննություններից մեկի ժամանակ Պերմյակովն ասել է, որ Ավետիսյանների տնից վերցրած հեռախոսներից մեկում ոմն Արթուր անունով տաքսու վարորդի համար է տեսել։ Զանգահարել է նրան, ուտելիք խնդրել, բացատրել, թե ինչպես հասնի այն տնակը, որտեղ ինքն է թաքնված։ Նախաքննության ընթացքում նման մարդ չի հայտնաբերվել։ Փաստաբանները կարծում են, որ Պերմյակովը պարզապես հորինել է։ Երևի թե ինքը նպատակ ունեցել է զանգահարելու, գուցե հեռախոսահամարը տեսել եւ այդտեղից այդ միտքը ծագել է, բայց հետագայում չի արել, երևի վախից ելնելով եւ այլն, ուղղակի ներկայացնում է թե իրականում զանգել։ Հակառակ դեպքում գոնե զանգը կֆիքսվեր, գոնե այդ անձին կհայտնաբերվեր եւ այլն, այսինքն այդ փաստական օբյեկտիվ տվյալները չկան։ Բազմաթիվ տաքսիստների են հարցաքննել քրեական գործով, որոնք որ բոլորն էլ ըստ էության ցուցմունքներով հայտնել են, որ նման որևէ հանգամանք իրենց հետ չի եղել, ընդ որում հարցաքննել են նաեւ Զորամասի մոտ սովորաբար գտնվող տաքսիստներին, որովհետև տեղեկություններ կար, որ այնտեղ տաքսիստներ են լինում, որոնք զինծառայողներին տեղափոխում են անհրաժեշտության դեպքում, բազմաթիվ տաքսիստներ են հարցաքննվել, որևէ նման փաստ չի հաստատվել։ Նախաքննական մարմնի տված հարցերին Պերմյակովը ագրեսիվ կեցվածքով է պատասխանել։ Սա վկայում է նրա հոգեկան լուրջ խնդիրների մասին, որոնք մեղսունակությունը բացառող հանգամանքների չեն հասցնում, սակայն անձի վարքագծի գնահատման վրա ազդում են։ Հարցաքննության ժամանակ վերջինս նշում է, որ ինքը թքած ունի քննիչի կարծիքի վրա, այսինքն հենց այդպես էլ արձանագրվել է, ընդ որում քննիչը տվել է տրամաբանորեն շատ ճիշտ հարց, այսինքն հարցրել է, դուք նշում եք, որ շարժառիթը եղել է գումար եւ հագուստներ վերցնելը, սակայն ձեր այժմյան հանգիստ կեցվածքից եւ ձեր հանգիստ պատասխանելուց վկայում է, որ այլ շարժառիթ է եղել, այսինքն կարող է ատելության եւ այլ շարժառիթներով եք իրականացրել, վերջինս հստակ պատասխանում է, որ թքած ունեմ։ Չիտայում ծառայության ընթացքում Պերմյակովը բուժման մեջ է գտնվել
ռազմական հոսպիտալում։ Հարցաքննության ընթացքում նա պատմել է նաև այդ մասին ու թե ինչպես է մի քանի անգամ ինքնակամ լքել զորամասը։ Նազել Եղբակյան, Արթուր Մարգարյան, այսօր։